Բարի լույս սիրելիներս, այսօր պիտի խոսենք հոգևոր զգոնության մասին։ Ուստի գոտեպնդելով ձեր միտքը, զգաստ, կատարյալ հույսով սպասեցեք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ ձեզ հասանելիք շնորհին։ Գիտեք սիրելիներ, ինչպես որ մարգարեներն ու առաքյալները Սուրբ Հոգով լցված մեզ փոխանցեցին Աստծո խոսքը եւ ավետարանը, այնպես էլ մենք իբրև քրիստոնյան այսօր նույն առաքելություն ունենք։ Մենք էլ ոչ միայն մեր կյանքով պետք է ապրենք, այլև այդ ապրած կյանքի վկայությամբ պետք է փոխանցենք աստվածային ճշմարտությունը այն մարդկանց, ովքեր Հիսուս Քրիստոսին դեռ չեն ճանաչում։ Ավելի հստակ մենք այս աշխարհի մեջ պետք է նման լինենք Հիսուս Քրիստոսին։ Մենք այն նմանությամբ պիտի ապրենք, որով Հիսուս ապրեց այս աշխարհի մեջ։ Հիսուս շատ ամպագորգոր բառեր չխոսեց ու չասաց։ Հիսուս իր ապրած կյանքով վկայեց, թե ինչպես մարդը կարող է ապրել հաշտ Աստծո հետ, առաքինությամբ, սրբությամբ եւ ներկայացնել Աստծո արքայություն այնպիսին, ինչպիսին պետք է լինել։ Եթե չէ, մենք չենք կարող խոսել այն ճշմարտության մասին, որ մարդուն տանում է դեպի փրկություն։ Դրա համար այստեղ առաքյալ առաջին բանը որ ասում է, զգաստ լինենք մտքով, սպասենք այն հույսին։ Որպեսզի մենք կարողանանք հաղթանակ տանել, մենք պետք է զինվենք։ Եվ առաջին հերթին մենք պետք է մեր միտքը փոխենք, մեր հոգով պիտի փոխվենք։ Ինչու, որովհետև մարդու կյանքի որակը սկսում է իր մտածելակերպի փոփոխությունից։ Ամենաշատը սատանան օգտագործում է մարդու միտքը։ Ամեն բան, ամեն մեղք նախ մեր մտքի մեջ է հղանում, մեր մտքի մեջ է ծնուն տալիս տարատեսակ մեղքերի տեսակները եւ հետո այդ ամենը գործողության է վերածում։ Եթե մեր միտքը մաքուր լինի, մենք կարողանանք մաքրությամբ, սրբությամբ այդ միտքը զգաստությամբ պահել, մենք կարող ենք այդ սրբությանը մոտենալ։ Նա ով որ քնած է, նա չի կարող հաղթանակ տանել, անպայման պիտի պարտություն կրի։ Իսկ հոգևոր կյանքի մեջ այդ զգաստությունը շատ կարևոր է, որովհետև Հիսուս ինքն էլ ասում է ամեն ժամ աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Այսինքն դու ամեն ժամ պետք է Տիրոջ հետ այնքան ջերմ հարաբերություն ստեղծես, այնքան պետք է մտածես այդ հարաբերության մասին, որպեսզի չգա մի պահ մի ակնթարթ, որ սատանան կարող է այդ ակնթարթը օգտագործել քո դեմ, քո հոգու փրկության դեմ օգտագործելով։ Ինչ է սա նշանակում, սիրելիներ, ուրեմն այդ հոգևոր զգաստությունը, արթնությունը կարևոր պայման է։ Դու չես կարող պարզապես ասել ես քրիստոնյա եմ, շաբաթվա մեջ մի քանի անգամ Սուրբ Գիրք կարդալ, տարվա մեջ 1-2 անգամ եկեղեցի գնալ ու կարողանալ զգաստությամբ ապրել, որովհետև սատանան երբեք չի հանգստանում։ Սատանայի ամբողջ նպատակը հսկել այն վայրկյանը գտնել, որով կարող է մեզ բռնել ու գցել մեղքի մեջ։ Եվ որpիսի այդ ամենը չլինի, առաքյալը մեզ ասում է զգաստ եղեք, գոտեպնդվեցեք, այսինքն հավատքը ամուր կապեք ձեր շուրջը, հավատքով ամրացրեք ձեր դիրքերը, ձեր պաշտպանական դիրքերը, որպեսզի սատանան ինչքան էլ հարձակվի, ինչքան էլ մեզ փորձի հրետակոծել, ինչքան էլ փորձի մեր ամրությունները քանդել, դու կարողանաս այդ պաշտպանությամբ, զգոնությամբ միշտ հայտնության շնորհին սպասել, Սուրբ Հոգով լցված, Տիրոջ ներկայությամբ եւ Տիրոջ փառքի համար։